Պատմական հայկական Հրազդան քաղաքը Կոտայքի մարզում է, համանուն գետի ափին։ Հինավուրց բնակավայրը 1605 թվականին դարձել է պարսից շահ Աբասի կողմից իրականացված ռազմաքաղաքական թիրախ։ Հրազդանի տարածաշրջանում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից։ Բնակավայրում գտնվել են հնագիտական կենցաղային իրեր, որոնք թվագրվում են Քրիստոսից առաջ առաջին հազարամյակ։ Քրիստոսից առաջ երկրորդ դարից Հրազդանի շրջանը ընդգրկված է եղել Մեծ Հայքի Վարաժնունիկ գավառի կազմում։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, գավառն իր անվանումը ստացել է Արտաշես առաջին բարեպաշտ արքայի որսապետ Վարաժից, ում թագավորը շնորհել է մի քանի գյուղ Հրազդան գետի ափին։ Հրազդանը նախկինում ունեցել է մի քանի անվանումներ։ Քաղաքի հնագույն Կորկոտիս անունը ստուգաբանվում է Կորկոտ ճաշատեսակի արմատից և Իս ասորերեն վերջածանցից։ Այս անվանումը պահպանվել է մինչև 17-րդ դարը։ Սակայն պարսից շահ Աբասի 1603-ից 1604 թվականներին կազմակերպած հայերի բռնագաղթից հետո այս անունը մոռացվել է։ Մինչև 1959 թվականը քաղաքը կոչվել է Ներքին Ախտա, որը կապված է աղ բառի հետ։ Այնուհետև վերանվանվել է Հրազդան, համանուն գետի անունով։ Հրազդանի Մակրավան թաղամասում է Մակրավանքի տաճարը, որի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Ըստ ավանդության, օտար բռնակալ շահերից մեկը, նվաճելով Մակրավանքի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել։ Սակայն ժողովուրդն ապստամբում է, և շահը ընկրկելով հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից։ Քանի որ եկեղեցու շուրջ համախմբված մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մակրավանքին տալիս են նաև Շահ Ղուտուրա, շահ կոտորող, շահին հաղթող անվանումը։ 1603-ից 1604 թվականներին Պարսկաստանի այն ժամանակվա ղեկավար Շահ Աբասը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Օսմանյան կայսրության արևելյան շրջանները, այլ կերպ ասած, Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 600,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ գաղթի ճանապարհին։ 1605 թվականին Հրազդանի բնակչությունը նույնպես ենթարկվել է Շահ Աբասի իրականացրած բռնագաղթին, ինչի հետևանքով բնակավայրը հայաթափվել է։ Հետագայում 1828-ից 1830-ական թվականներին այստեղ բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից ու Պարսկաստանից գաղթած հայերը։ 1988-ից 1994 թվականների Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին հրազդանցիներից կազմավորվում և Արցախ են մեկնում մի քանի ջոկատներ, որոնք հայտնի են իրենց հերոսական պայքարով։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։